Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, խորհրդարանը այդպես էլ չանդրադարձավ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետությունում համապետական միջոցառմանը, որի կապակցությամբ պետք է այստեղ հնչեին ելույթներ, քննադատություններ, շատ եմ ցավում, որ հիմնականում քաղաքական ուժերը ուղղակի փորձեցին լռության մատնել այն հանցավորությունը, որը տեղի ունեցավ այդ օրը, բայց ես պարտավոր եմ ելույթներով հանդես գալ եւ անդրադառնալ այդ խնդրին, որը շարունակաբար գործում է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն հացավոր ռեժիմը, եւ պետք է ասեմ, կառավարության կողմից ներկայացված փաստորեն բոլոր առաջարկները եւ պարտավորությունները ըստ էության չեն գործում։ Այսօր ես գնացի, որպեսզի կարողանամ մուծումներ կատարեմ կոմունալ վարձերի վերաբերյալ եւ քաղաքացիները դժգոհում էին, որ էլեկտրոէներգիայի վարձավճարը, որը կառավարությունը պարտավորվել էր մասամբ փոխհատուցել, այլևս չի փոխհատուցում։ Այսինքն, այս ամիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թանկացված վարձեր են մուծելու, մասնավորապես էլեկտրոէներգիայի վարձը։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն գործում արդար օրենքներ, օրենքները չեն բխում իրավունքի իմաստից, սկզբունքից, այլ գործում է հանցավոր ապօրինի ուղղակի գումարների հավաքագրում, որը վտանգում է մեր գոյության իրավունքը, մեր հայրենիքը։ Մի երկու բառ ես վիճակագրական աշխատանքներից խոսեք։ Վիճակագրականից եք խոսեմ։ Ցեղասպանությունից հետո 1920 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմեց շուրջ 750,000 մարդ։ Դա իհարկե հիմնականում նաև 15 թվականի ներգաղթն էր, որը հնարավորություն տվեց այս փոքրիկ մի բուռ հայրենիքում ավելացնել բնակչության թիվը, որը մինչ այդ կազմում էր 300,000 մարդ։ Դրանից հետո 1965 թվականին մենք ունենք արդեն 2.5 միլիոն բնակչություն, իսկ այսօր նույն այդ 2.5 միլիոն բնակչությունն է։ Այս է վիճակագրությունը, մեր պատկերը, 25 տարվա ազատ անկախ Հայաստանում, որտեղ միացյալ չէ, բայց նաև ոչ ազատ է, ոչ անկախ է։ Մենք ունենք 2.5 միլիոն բնակչություն։ Հիմա սա է այն պատկերը, որ ունենք, այս 2.5 միլիոնն է չենք ունենալու, եթե այսպիսի տեմպերով մենք առաջնորդվենք։ Վերջին տվյալներով շուրջ 10 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետությունից այս 10 տարվա մեջ ապօրինի դուրս է բերվել։ Այդ չեմ ասում, ինչքան մարդ է այս 10 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունից գաղթել։ Սա նշանակում է, որ Հայաստանի այդ 10 միլիարդ դոլարը նշանակում է, որ աշխատատեղերը փաստորեն պակասել են, ոչ միայն պակասել են, այլ վերացել են։ Եվ բնակչությունը նույնպես արտագաղթել է, որովհետև հնարավորություն չունի ապրելու։ Որն են այն Դուք քննարկման թեմայի վերաբերյալ հարց ունեք, եթե չէ խոսափողը անջատեք։ Որն են այն պայմանները, որպեսզի մենք միայն թող մեզ համար խոսի։ Կանոնակարգ եք դուք, հարգելով ձեզ, բավականին երկար թողեցի խոսեցիք, կանոնակարգ եք խախտում, մենք քննարկում ենք։ Ես կատարում եմ իմ լիազորությունները, իսկ դուք պարզապես չեք, չգիտեմ, կարծես գլխի չեք որտեղ եք գտնվում։ Խնդրեմ նստեք ձեր տեղը, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն կա, հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի պատգամավորներ, քննարկում են կառավարության կողմից ներկայացված ավելացած արժեքի հարկի մասին Հայաստանի